Բարև ձեզ Հայեր ջան, այսօր ես այս տեսարավակի ընթացքում ես կասեմ, թե ինչ եմ ներկայիս ժամանակ անում։ Ես այս մի քանի օրվա ընթացքում ուսումնասիրել եմ Պապ թագավորի մասին, որպեսզի ներկայացնեմ ձեզ 2-3 մասից է բաղկացած լինելու, ինչի համար 2 կամ 3 մասից բաղկացած, որովհետև ես հայ աշխարհաժողովի գաղափարը կրողներից եմ եւ երբ որ դու ինչ-որ թագավորի կամ ինչ-որ մարդու մասին ուսումնասիրում ես, դու պետք է ուսումնասիրես ամբողջությամբ վերևից ներքև, որ դու հասկանաս, թե այդ անձնավորությունը, այդ արքան իրենից ինչ էր ներկայացնում, որպեսզի դու կարողանաս ներկայացնել հանրությանը։ Եվ ես Facebook-յան հարթակներում տեսնում եմ այնպիսի անձնավորությունների, որոնք ուսումնասիրել են մի կողմը եւ այդ կողմն են ներկայացնում, չեն ուզում հասկանալ, թե ինչ է կատարվել, ինչ է արել, պատճառները այդ գործողությունների իրենք չեն ուզում հասկանալ եւ այդ պատճառով ես ուսումնասիրելու եմ երկու կողմերը, երկու կողմերի ուսումնասիրածները ձեզ ներկայացնելու եմ եւ ասելու եմ իմ մտածելով, թե ինչ է կատարվել։ Եվ ես հայ աշխարհաժողովի գաղափարն եմ կրում, այդ գաղափարով եմ շարժվում, այդ աշխարհաժողովի գաղափարը ինչ է ասում։ Դու հայ ես, դու պետք է ուսումնասիրես ամբողջությամբ այդ անձնավորության մասին, այսինքն, երբ որ ես ուսումնասիրում եմ Պապ թագավորի մասին, ես չեմ կարող ուսումնասիրել միայն եկեղեցականների գրածներով, ես նաև պետք է կարդամ աշխարհիկ գրածներով, հասկանամ, թե ինչ բարեփոխումներ է արել, ինչեր է արել, որ ես հասկանամ այդ երկու ասույթներից վերցնեմ այն ինչ ճիշտ է գործել եւ այդ ամենը ներկայացնեմ ձեզ։ Սա իսկական հայ մտածելակերպի անձնավորությունների գաղափար պետք է լինի, որովհետեւ մենք պետք է տեսնենք ոչ թե այն ինչ ներկայացնում են մեզ, այլ մենք պետք է գնահատենք, թե ինչ են արել թագավորները եւ մյուսները եւ ըստ դրանով մենք մեր եզրակացությունները անենք, այսքանը։